Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Խաղաղության ամենամեծ թշնամին Նիկոլ Փաշինյանն է։ Ձախողված Փաշինյանը ժողովրդին պետք է շանտաժ անի, պիտի վախեցնի պատերազմով։ Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վստահեցնելով, որ իրենց իշխանության գալու դեպքում պատերազմ չի լինի։ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը հեգնանքով է պատասխանել Փաշինյանի սպառնալիքներին, որ կամ իրեն կլինեն իշխանության, կամ կլինի պատերազմ։ Պահ, կարճ ասել է նախագահը ու ավելացրել, որ ինչ ուզեն, կարող են խոսել։ Ուժեղ Հայաստանը հուշագիր է ստորագրել հոլանդական Դայամի անվտանգության հետախուզական եւ հունական DRCS ընկերությունների հետ։ Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո մենք փոփոխություններ ենք բերելու, հայտարարել է Նարեկ Կարապետյանը։ Իրանի փլուզումը կազմի մեր ամբողջ տարածաշրջանի վրա։ Իրանի ներկայիս համակարգը բանակցելի է, բայց փլուզվելու դեպքում անբանակցելի փոքր խմբերը հսկայական խնդիրներ կառաջացնեն ցանկացած դերակատարի համար։ Աշխարհահռչակ բլոգեր եւ բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին տված հարցազրույցում ասել է Նարեկ Կարապետյանը։ Սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջն է։ Ալիևի տասովչիկ Փաշինյանն էլ կատարում է։ Դա Ալիևի պահանջն է եւ չունի որևէ միջազգային հիմք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը։ Մայրաթոռին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի։ Ազգային ժողովը համապատասխան օրենքը ընդունեց երկրորդ ընթերցմամբ։ Այսուհետ Մայրաթոռին հողատարածք կտրամադրվի միայն օգտագործման իրավունքով։ Մտահոգիչ է, որ Եվրոպական միության արագ արձագանքման խումբը Հայաստանում կարող է գործել բացառապես կառավարության աջակցման շրջանակում։ Այս մասին ասել է ամերիկացի հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը, որը հանդիսանում է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ։ Ընտրություններին ընդառաջ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահը որոշել է կրկին պարգևատրումներ բաժանել։ Այս մասին տեղեկանում ենք ազգային ժողովի նախագահի մարտի 20-ին ստորագրված կարգադրությունից։ Խոսքը մոտավորապես 1 աշխատավարձի չափով պարգևավճարի մասին է։ Վլադիմիր Վարդանյանը ընտրվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր։ Ազգային ժողովում կայացած փակ քվեարկության ընթացքում նախկին ԿՊԱ-ական պատգամավորի թեկնածությանը կողմ էր քվեարկել 67 պատգամավոր, դեմ 0։ Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը, 75-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։